Բարև ձեզ, ուրեմն հիվանդը հիմնականում ուրեմն դարավում է ոտքերի այրոցից 1 տարի եւ ավել է։ Մենք հիմա դուբլեքս ենք կատարում, ինչպես տեսնում եք այստեղ անոթը լավ է, լավ վիճակում է, այսինքն արյան շրջանառությունը ընդիր է։ Ահա։ Ուրեմն այսի դորսալիս pedis arteriana, որ ինքը ամենավերջին անոթն է, ստորին վերջույթի, ոտնաթաթը, որ սնուցում է, ինքը շատ լավ է, այստեղ այս էլ դուբլեքս ենք անում, էլի լավ է, մի քիչ արիթմիկ է, որտեղ սրտի խնդիր կա, բարձա, բայց սնուցումը ընդիր է, իսկ քանի որ ոտնաթաթի ուրեմն տակի հատվածն է հիմնականում, մի հատ այրոցը հիմնականում այդտեղ է, մի հատ անպայման ոտնաթաթն ենք նայում, տակի հատվածը, այսինքն գրունկն ենք նայում, սովորական սոնոգրաֆիա ենք անում, ոտնաթաթը, եւ ինչպես տեսնում եք, այստեղ ջիլը, պլանտար ֆասցիան, ինքը հաստացած չէ։ Այսինքն, այստեղ պլանտար ֆասցիտ կամ շպորաներ չկան, որ ասենք ինքը սեղմում է ու այնտեղից հիվանդին այրոցի զգացում է տալիս, այսինքն սովորական սոնոգրաֆիայով հոդային խնդիրներն են ժխտում, իսկ անոթային դուբլեքս սոնոգրաֆիայով անոթային խնդիրներն են ժխտում, այսինքն ստացվում է հիմնական այրոցի պատճառը ներվի խանգարում կամ պերիֆերիկ նեյրոպաթիա, այսինքն ինչ որ մի բան ներվը իր ֆունկցիան լավ չի կատարում, դրա համար էլ անպայման պետք է նշանակենք դեղորայք եւ խորհուրդ ենք տալիս ֆիզիոթերապիա։ Շնորհակալություն։